Մենք տաղավարում ենք, շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ, այժմ խոսելու ենք շատ կարևոր մի ձեռքբերումից, որը ըստիս շատ երկար կյանք է ունենալու եւ իր կարևոր դերն ու նշանակությունը հայաստանյան պատմության մեջ, որը վավերագրված է եւ հնարավորություն ունենք հենց վաղը ներկա գտնվելու այս ֆիլմի պրեմիերային։ Մարտի 5-ին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը, Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը, Հայաստանի կինոյի հիմնադրամը, Կաթնեղբայր հիմնադրամը եւ Մշակույթի զարգացման հիմնադրամը սիրով հրավիրում են մեզ բոլորիս ներկա գտնվելու կորցված, գտնված, թաքցված վավերագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերային։ Մանրամասները մեր հյուրերի հետ։ Այո, մեր տաղավարում են կորցված, գտնված, թաքցված վավերագրական ֆիլմի ռեժիսոր Վահրամ Մխիթարյանը եւ Կրակովի համալսարանի պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկան։ Բարի լույս, շնորհակալություն, որ մեր տաղավարում եք։ Ուրախ ենք ձեզ տեսնել եւ խոսենք այն ֆիլմի մասին, որը ստեղծվել է շուրջ 5 տարվա ընթացքում։ Ինչպես եղավ գաղափարը, ինչպես հասկացանք այն նյութի կարևորությունը, որը վավերագրվեց եւ մենք այսօր ունենք հնարավորություն այն դիտելու մեզ մոտ Հայաստանում։ Գաղափարը եկավ այնտեղից, որ ես որոշ ժամանակ արդեն ապրում Լեհաստանում, փաստորեն երկհաղաքացի եմ, եւ քանի որ Սկևրայի ավետարանը ինքը կապված է լեհահայության պատմության հետ, դա մի ձեռագիր է, որը փաստորեն կրկնում է պատմությունը Սփյուռքի, հայոց Սփյուռքի, իրանք որտեղ գնացել են, գիրքը տարել են, ու այդպես փոխշարքը կապված ճակատագիր է ստացվել։ Եվ ինչ որտեղ դա պարտավորված ինչ որ մի բան զգացի, որ ես լինելով այնտեղ պետք է այսքան թեմաները իրանք են մեզ ընտրում, այսքան շատ հաճախ լինում է այդպես, որ չէի մտածում, որ ճամփորդական ֆիլմ եմ նկարելու ու այն ժամանակ, երբ որ 2019 թվականին սկսեցի ֆիլմը, 2020 թվականին արդեն կովիդ եղավ, հետո պատերազմ ու փաստորեն այդ ճամփորդությունը այդպես ձգվեց այդ 5 ձեր ասած 6 տարվա մեջ։ Շատ հետաքրքիր է, ինչի մասին է ֆիլմը, արդյոք արտացոլում է Սկևրայի ավետարանի ամբողջ ճամփորդությունը, ինչպիսին եղել է գրեթե 100-ամյակի ընթացքում։ Գիրքը բացառիկ է, միգուցե պրոֆեսոր Ստոպկան կասի ավելի շատ այդ կոլոֆոնների մասին, այսինքն հիշատակարանների մասին, ինքը մի բան, որ ինքը ավետարանը իր ամբողջ գեղարվեստական, որպես մանրանկարչության Հաննեմուշ Կիլիկյան դպրոցի 1198 թվականին նա ստեղծվել Մլիճի վանքում, Մլիճի եւ Սկևրայի երկու վանքերում եւ մյուս բանը, որ ինքը ունի իր մեջ այդ առավելությունը, դա այդ պատմությունն է, որը կոլոֆոնների մեջ, այսինքն 8 հատ կոլոֆոն ունի, որը ինչ ճանապարհ ինքը անցել է, այդտենց գրվել է, ու ինքը վերջի կոլոֆոնը դա 1592 թվականն է ու ֆիլմը փաստորեն ինքը ինչ որտեղ այդ բաց էջերը, որոնք այդ հիշատակարանների արանքում կան, փորձեր ենք լրացնել, այն ինչ որ հնարավոր էր, երևի թե այդ երկրորդ համաշխարհային պատերազմից ավելի ժամանակակից այդ շրջանը։ Ավելի մանրամասն իհարկե կիմանանք պրոֆեսոր Ստոպկայից, այ հետաքրքիր է այս ձեռագրերի շուրջ հավաքվել են մարդիկ, ովքեր ներկայացրել են կրթական, գիտական եւ նաեւ հոգեվոր աշխարհը, եւ հետաքրքիր է ինչ կարևոր ուղերձ ունի եւ որն է այն բանալին, որը ուղեցույց կարող է հանդիսանալ մարդկանց համար ավելի խաղաղ ու ներդաշնակ կյանք ունենալու հետ կապված, որովհետեւ ի վերջո սա նաեւ հավատի մասին է։ Это самое ценное Евангелие, которое Սա երևի թե ամենաարժեքավոր աստվածաշունչն է, որը ձևավորվել է, գրվել է Կիլիկիայում, եւ սա ամենագեղեցիկն է, ամենասքանչելին ավետարանն է, այդ ժամանակ ապրող մարդկանց համար այս ավետարանը կարծես թե ապրվել է եւ մենք գիտենք միայն որ այս ավետարանում կա նշված թե առաջին հայ Կիլիկյան արքա Լևոնը երբ է մահացել, տարեթիվն է նշված եւ չգիտենք թե դրանից հետո ինչ է տեղի ունեցել ավետարանի հետ։ Ավետարանը այնուհետև հայտնվել է Ղրիմում 15-րդ դարի սկզբին, իսկ հետո Ղրիմից տեղափոխվել է երկար ճանապարհով, հայտնվել Լեհաստանում, Լվովում եւ մինչեւ երկրորդ համաշխարհային պատերազմը գտնվել է այնտեղ։ Սակայն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այս ավետարանը տեղափոխվել է Լեհաստանի այլ վայրեր ու թաքցվել է։
Այնպես որ մենք իմացել ենք այն մասին, որ ավետարանը գոյություն ունի, միայն 20-րդ դարի 80-ական թվականներին։ Այնպես որ կարող ենք ասել, որ այս ավետարանը երկար ճանապարհ է անցել, մեծ ճամփորդություն է կատարել Կիլիկիայից, Ղրիմով, Լվովով, հետո հասնելով Կրակով, Բենեդիկտյան տաճարն է հասել, Գնեսիով եւ հասնելով վերջապես Վարշավա։ Այդպիսին է եղել այս ավետարանի ճակատագիրը։ Շատ հետաքրքիր է։ Մատենադարանում պահվում է կրկնօրինակը, եթե չեմ սխալվում, քանի կրկնօրինակ գոյություն ունի ավետարանից եւ կարծես թե գիտահետազոտական պաշտոնական աշխատանքները պրոֆեսոր Գյուտերը սկսել է 1993 թվականից, երբ ակտիվ սկսել են աշխատանքներ տարվել։ Վաղը հնարավորություն կունենանք նաեւ հյուրընկալելու պրոֆեսոր Գյուտերին եւ ինչ է սպասվում բացի ֆիլմի ցուցադրությունից։ Да, но существует 7 факсимилей этого Евангелия. 7 կրկնօրինակ, որոնք արվել են 20-րդ դարի 90-ական թվականներին Պերեպլինե քաղաքում, որը գտնվում է Լեհաստանի հյուսիսում։ Դրանք շատ գեղեցիկ հրաշալի գործեր են, ու դրանք Հռոմի պապը որպես ընծա է ստացել, ինչպես նաև կաթողիկոս Գարեգին II 2011 թվականին նաև նվեր է ստացել Մատենադարանը։ Բացի դրանից, հայկական համայնքում նույնպես գոյություն ունի եւս մեկ կրկնօրինակ Լեհաստանում, բայց մենք իհարկե կտեսնենք դա վաղը ֆիլմի պրեզենտացիայի ժամանակ։ Գյունտեր Պրինցինգը ինքը տարեցա 82 տարեկան է եւ որոշակի խնդիրներ ունի առողջական, բայց չգիտեմ կարող եմ ասել թե չէ, ինքը մշակույթի նախարարության կողմից, այս կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից պետք է պարգևատրվի, այդ իր նվաճման, քանի որ լեհական կողմը պարգևատրել էր իրան, շատ լավ կլներ ու շատ ուրախ եմ, որ այդպիսի արձագանք եղավ նաեւ այցելություն մեծ պատվիրակություն կար իդեմս տիկին նախարարի եւ շատ դա բաներ խորհրդավոր էր, քանի որ արդեն տրադիցիա է ստեղծվել, որ հանդիպումները այդ Սփյուռքի կառավարության նաեւ վարչապետներ վերջերս այցելել այդ նույն տեղում տեղի ունենում, որտեղ պահպանվում է ավետարանը եւ ինքը 2024 թվականից ցուցադրվում է մի շարքում հնագույն ձեռագրերի կողքին եվրոպական ու դա շատ էլի խորհրդավոր է, կարծես թե դա մատնանշում է եւս մեկ անգամ, որ հայ մշակույթը ինքը եվրոպական մշակույթի անբաժան մասն է եւ դարեր շարունակ իրանք փոխհարստացվել են եւ 7-րդ դարից սկսած այդ առաջին ամենահին անգլոսաքսյան լեկցիոնարի կողքին Սուրբ Բրիգիդայի հայտնության այդ ձեռագրի կողքին նաեւ Սկևրայի ավետարանն է, ու որ մտնում եք այդ շենքը դա բարոկոյի կոչվում է Մարգարիտ Կրասինսկիների այդ պալատը Վարշավայի կենտրոնում հենց այս կողմի վրա այդ ամենահին ձեռագրերի այդ շարքը այդտեղ նաև կա հայկական ձեռագրեր։ Այստեղ շատ կարևոր բան նշեցիք, դրա հետ կապված իմիջայլոց հարց կար, բայց ինքնին արդեն հնչեց պատասխանը, որ այո, մեր ձեռագրերը կրել են ու դա եղել է նաև փոխադարձ եվրոպական քաղաքակրթության հետ կապված, բայց ինչ է այստեղ հետաքրքիր, որ ձեռագրերը ուսումնասիրելով կարող ենք եզրահանգում անել, որ սա նաև մի գաղափար է, որը ընդհանրացնում է կաթոլիկ, բողոքական ու հայ առաքելական եկեղեցու հիմունքները, որևէ կերպ լուծում տալիս է այս թեմային, թե ոչ։ Դες կարող եմ ասել իմ ռեժիսորի բարագայում դա ոնց էր եւ իմ համար էլ դա հայտնություն էր այն բանը, որ ֆիլմում հանդես են գալիս ու ես որոշակի ինչ որ պետքա դիրքորոշում ընդունել այդտեղ եւ մի պահ ես նկարում էի նաեւ հայ գիտնականների, հայ մարդկանց ովքեր կապված էին
այդ ճանապարհի հետ, բայց ինչ որ բա հասկացա, որ ես մյուս կողմից ավելի լավ պատմեմ այդ պատմությունը, քանի որ ես այնտեղ եմ գտնվում եւ թույլ տալ, որ օտարները մարդիկ դրսից խոսեն մեր մասին եւ ոչ թե մենք մեր մասին, ինձ թվում է դա ավելի հարուստ է այդ բացահայտումներով, քան մենք որ միշտ մեր մասին ենք խոսում, ու ինձ համար այդ շատ հետաքրքիր է, երբ որ եւ կաթոլիկ եւ բողոքական աթեիստ, օրինակ Կլոդ Մուտաֆյանը ինքը աթեիստ է, մարդիկ ովքեր ընդհանրապես կապ չունեն ռելիգիայի հետ, բայց իրանց համար դա նույնպես արժեք է ավետարանը եւ այդ միավորող այդ ուժը դա չգիտեմ, ուղղակի հավատով երևի սահմանափակել մի քիչ երևի շատ նեղ կլինի։ Եվ հետաքրքիր է նաև հայաստանյան պրեմիերայից հետո ֆիլմի ցուցադրումը ինչ աշխարհագրություն կունենա, արդյոք Սփյուռքահայությունը նույնպես հնարավորություն կունենա դիտելու եւ բացահայտելու նաև այն կարևոր ձեռագիրը, որ մենք փորձում ենք այսօր ներկայացնել հանրությանը։ Այնուամենայնիվ սա մեծագույն իրադարձություն է նաև Լեհաստանի հայ համայնքի համար։ Հա, Լեհաստանում շատ ոգևորված են ու մարդիկ նայում են, ինձ մի անգամ այդպես կարծիք էլ հայտնեցին, ասացին, որ սա երևի թե որ նայեցին այդ պալատում, Հանրապետության պալատը Կրասինսկիների պալատում, ասին երևի թե սա ամենա լավ վավերացված ձեռագիրն է Լեհաստանում ու մասնագետներ էին դա ասում, շատ իմ համար դա գովելի էր, չնայած այդպես նպատակ չէինք դրել, որ մոնոգրաֆիայի տիպի դա ներկայացնենք, բայց իրոք այնտեղի հայերի համար դա ֆիլմում էլ դա կա, ոնց են իրանք պաշտպանում այդ իրանց ինքնությունը, մարդիկ որ կաթոլիկ են, որ հայերեն լեզու չգիտեն, բայց մեկը իրանք իրենց հայ են համարում, ու այդ գիրքը ոնց որ թե այդ վկայությունն է իրանց այդ հայության, եւ կա այդ դրվագը, երբ որ Հռոմի պապին նվիրվում է եւ չգիտեն իրանք դա օրիգինալն է թե ֆաքսիմիլն է, եւ փաստորեն բոլորը ոտքի են կանգնում հայ համայնքը ու ասում են, որ դա մեր գիրքն է, չի կարող ինքը նվիրվի, չի կարող ինքը Լեհաստանից դուրս գալ։ Ու փաստորեն այդ աղմուկի պատճառով ինքը մնում է Լեհաստանում։ Շատ լավ, եւ գնալով դեպի ամփոփում հետաքրքիր է նաև իմանալ պրոֆեսոր Ստոպկան առաջին անգամ է Երևանում թե ոչ։ Нет, я уже пятый раз. Ոչ, սա արդեն իմ 5-րդ այցն է Երևան։ Да, очень нравится. Ինձ շատ է դուր գալիս այս քաղաքը։ Я был первый раз в 2009 Առաջին անգամ 2009 թվականին եմ եղել այստեղ եւ տեսնում եմ մեծ առաջընթաց, մեծ զարգացում։ Քաղաքը շատ ավելի նման է դարձել եվրոպական քաղաքներին, այսպես կարող եմ ասել։ Ես առաջին անգամ երբ եկա Երևան, տպավորությունս այնպիսին էր, որ մի քիչ շատ խորհրդային հետք կա այստեղ, բայց հիմա կարելի է ասել, որ շատ է փոխվել ու այդ խորհրդային շրջանից շատ բան չի մնացել։ Մի քիչ կա, բայց ամեն դեպքում իմ կարծիքով քաղաքը շատ հրաշալի գեղեցիկ քաղաք է։ Շնորհակալ ենք ձեզ։ Հարց կուզեմ Մեծ ես տալ։ սիրով խնդրեմ։ Լեհաստանում մշտական ցուցադրության է, չէ՞, դրված Սկևրայի ավետարանը, այսինքն ժամանակավոր ցուցադրության մաս չի կազմում։ Այո, ինքը դեպոզիտում է հիմա գտնվում եւ ի պահ հանձնված շատ լավ որակի սկան կա արած դա էլի ազգային գրադարանի էջում, այսինքն գիտական բանի համար ինքն էլ նաեւ մաչելի է եւ մյուս ցուցադրություններ ասեն որտեղ ցուցադրվելու դա լինելով Մայնցի համալսարանում եւ այն մարդկանց հետ կապված է եւ այդպես մի հատ բան ունենք որ հիմա փաստորեն քանի որ չեկավ պրոֆեսոր Պրինցինգը մենք պետք է գնանք իր մոտ եւ այնտեղ նաեւ դեսպանատան ներկայությունը կլինի եւ այնտեղ մեծ միջոցառում կլինի նաեւ ուսանողների համար Մայնցի Յան Գուտենբերգի անվան համալսարանի ուսանողների համար Շատ լավ։ Շնորհակալ ենք, շատ ուրախ Շատ շնորհակալություն։ Կարևոր իրադարձությունը բացահայտելու եւ հետաքրքիր հարցազրույց ունենալու համար Մարտի 5-ը կարևոր օր է մեզ հայրիս համար, այնպես որ բոլոր նրանք, ովքեր ունեն այդ ցանկությունը, գնացեք ու բացահայտեք ֆիլմը։ Մենք շարժվենք առաջ, վայելենք երաժշտական տրամադրություն։